Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Այս շաբաթվա իրադարձությունները քննարկելու են քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանի հետ։ Շաբաթվա ընթացքում եղան եւ սուր հայտարարություններ եւ տարբեր իրավիճակներ, միջոցառումներ, կարող ենք նաեւ անդրադառնալ հատկապես նախընտրական մթնոլորտին, որովհետեւ ամբողջ երկիրը կարծես թե արդեն սկսել է նախընտրական տրամաբանությամբ ապրել եւ դրա պատճառը ոչ միայն այն է, որ վաղար շաբաթի ընտրություններն են ընդամենը մի շաբաթ առաջ տեղի ունեցել, այլ նաեւ այն, որ 2026 թվականի ընտրությունները, ինչպես ասում են, սարերի ետևում չեն եւ Հայաստանում ցանկացած համապետական ընտրությունից առաջ մի 6 ամիս գոնե այդ նախընտրական մթնոլորտը տիրում։ Ես ինչքան փորձում եմ վերացարկված նայել, թե ինչ է անում իշխանությունը եւ ինչ է անում ընդդիմությունը, տեսնում եմ, որ իշխանությունը բավականին ճկուն է իր պահվածքի մեջ, հա, կարողանում է արագ արձագանքել, կարողանում է նոր մեթոդներ, նոր նարատիվներ, նոր քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանա 26 թվականի ընտրություններին վերարտադրվել։ Պարզ է, որ իշխանության եւ ընդդիմության ռեսուրսները տարբեր են եւ այո, իշխանությունը նաեւ կարողանում է այդ ռեսուրսները լիարժեք օգտագործել եւ հատկապես շատ օգտագործում է քարոզչական միջոցները եւ նաեւ փորձում է ներշնչանք, կեղծ նարատիվներ, ցույց տալ, որ ինքը զղջում է, ցույց տալ, որ ինքը վերանայել է իր քայլերը եւ այլն։ Օրինակ, ես ուզում եմ այսօրվա մեր խոսակցությունը սկսենք վերջին կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանի տված այդ կարճ ճեպազրույցից, որի ժամանակ ինքը զարմանալիորեն հանկարծ հայտնաբերեց, որ մեր հասարակությունը պառակտված է, թշնամանքն ու ատելությունը շատ կան, այո, այդ խոսույթը արդեն սպառել է իրեն, չի կարելի դա, ես հասկանում եմ, մարդիկ զզվել են այդ ամեն ինչից, պետք է դրանից հրաժարվել, անգամ նույնիսկ ասաց, որ ես էլի մեղքն ունեմ, կարծես թե դա այդ խոսույթը ինքը չի մտցրել մեր կյանք եւ դրա համար էլ ասում է գնում եմ եկեղեցիներ, խորանի առաջ ծունկ եմ չոքում, փորձում եմ մեղքերի քավություն եւ այլ, բայց հենց այդ խոսքի մեջ միաժամանակ մեկ էլ ասում է, որ եկող տարվա ընտրությունների ժամանակ մենք պիտի մերժենք այդ դուրս շպրտենք այդ ուժերին մեր քաղաքական դաշտից եւ այլ, մարդը նույնիսկ չի գիտակցում, թե որն է թշնամանքի ատելության խոսքը, հասկանում ես, ինքը ինձ թվում է, թե ինքը կարող է բացահայտ կանգնել ասել, որ այս ինչ ուժերը չպիտի լինեն եւ դա բարության, համերաշխության, չգիտեմ, դեմոկրատիայի բան է, այսինքն դու չես որոշում ի վերջո, չէ՞։ Շատ բարի, տեսեք, մեծ հաշվով թույլ տվեք չհամաձայնել ձեր այն թեզի հետ, թե իշխանությունը նորարարական մեթոդներ կիրառեց ընտրություններում, ընդհակառակը։ Դե զղջման խոսքը նորարարություն է իրականում։ Զղջման խոսքը ընտրական չի, զղջման խոսքը այն մեծ ընտրությունների նախերգանք է, որտեղ ինքը փորձում է, բայց այն ինչ տեղ ունեցավ վաղար շաբաթում, վստահ եմ մենք մի փոքր կանդրադառնանք վաղար շաբաթին, դա հին մեթոդների լավ յուրացման ստրատեգիա էր։ Բոլոր հին բարի ավանդույթները, որոնք նախկիններին քննադատում էին, նախկիններին այսպես օր ու արև չէին տալիս, վարչական ռեսուրսների չարաշահման, վախի մթնոլորտի, հոգեբանական հարձակումների, գրոնների իրականացման, մարդկանց ձերբակալությունների, ռեպրեսիվ մեխանիզմի, վարչական ռեսուրսի, բյուջեի, ընտրակաշառքների կամ այսպիսի մենք վաղար շաբաթ այդ փայլեց մի բաներ տվեց անցավ նախկինների պրակտիկան։ Այդ առումով կարծես թե իշխանության ճամբարում փոփոխություն չկա, համաձայն եմ քեզ հետ։ Ամեն ինչը ցուցադրել, մարդկանց աշկը կոխել, բռնաբարել մարդկանց հոգիները, թե ինչ արեցինք, ուղեղները եւ այլն, այս ինչ արեցինք, այս ինչ աննախադեպ բաներ են անում, մինչդեռ ընդամենը օրեր անց մարդիկ համոզվելու են, թե ինչպիսի սխալ ընտրություն են իրականացրել։ Վարչական ռեսուրս, գյուղապետերի ինստիտուտ, այդ վարչական դրել են վարչական ղեկավարներ, նրանք այդ գյուղապետեր չեն, բայց տեղական բդեշխների ինստիտուտը իրենց սիրած բառն էր։ Այդ բդեշխությունը հատկապես գյուղական համայնքներում տոտալ է եւ արդյունքներն ցույց են տալիս եւ այլն, այնպես որ այդ առումով բան չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանի համար, օրինակ, անցած շաբաթ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ լուրջ համաշխարհային մասշտաբի PR ընկերություններ են նրա հետ աշխատում, նրան ուղղորդում խորհուրդներ տալիս, կարծում եմ, որ այդ ձեռագրի համապատասխան է, քանի որ հասարակության մեջ եւ այս ընտրական փոքրիկ process-ն էլ ցույց տվել։ Իշխանությունը եկեք արձանագրենք, վաղար շաբաթում տարել է Պյուրոսյան հաղթանակ։
թվում է թե հաղթանակը առաջին հայացքից իշխանությունը պահեցին, միայնա ձևավորեցին, բայց սոցիոլոգիան նայում ես, տեսնում ես թե ինչպիսի մութ խութեր կան նրանց թիկունքին արդեն այն որ քաղաքային բնակչությունը տոտալ մերժում է իշխանություններին, այն որ մարդկանց մոտ որոշակիորեն արդեն լուրջ ընդվզում կա եւ ձայների, եթե ես վերլուծեմ վաղարշապատի ձայները, մեծ հաշվով ուղիղ գրեթե 50-50-ա, 50% ընդդիմադիր, ադմինիստրատիվ ռեսուրսի վերած ձայներն են անխոս եւ փոքր քաղաքի, փոքր համայնքի մասշտաբով ողջ երկրի ադմինիստրատիվ ռեսուրսն ուղղորդես ու զորով մի կերպ հաղթանակ տանես, տեսեք իրանց համար գինը այնքան բարձր էր, թե ինչպես հրճվեցին, ջախջախից հաղթանակ, ում ջախջախեցիք։ Ում ջախջախեցիք դուք վաղարշապատին, չէ՞։ Ընտրողների 20%-ի ձայնն են, չէ՞ տարել։ Ձեր քաղաքացին, դե մասնակցության առումով եթե վերլուծենք, եթե 70,000 ընտրողից ընդամենը 15,000 ձայն են տարել, դա 20%-ը մի քիչ էլ ցածր ցուցանիշներ են, բայց մեծ հաշվով ընտրական համակարգն այնպիսին է, որ մենք բացարձակ մեծամասնության ձևավորման իշխանությունը վաղուց չունենք, հա, այսինքն եթե ընտրություններին մասնակցում է տեղական մակարդակով դաժե 5,000-6,000 հոգի, այդ թվից է հաշվում, այսինքն որոշակի առումով այո, մեր խնդիրներ, որ ընդդիմությունը մի փոքր մասնակցությունը բարձրացրեցինք նախորդ ընտրությունների համեմատ, բայց 50%-ից ավելի մասնակցություն չկարողացանք արձանագրել, որովհետև եթե ինչքան փորձը ցույց է տալիս, որ շատ են մասնակցում, այնքան ընդդիմությունը շահում է, իշխանության հնարավորությունները քչանում են, սա մեզ համար դասերից մեկն է ապագային միտված, որ ընդդիմությունն ավելի ակտիվ աշխատի, մարդկանց հատկապես այն չեզող իներ զանգվածին ընտրության հնարավորություն տա, որ նրանք գնան ընտրությունը իրենց քաղաքացիական իրավունքները պարտադիր, իրենց քաղաքական իրավունքը պարտադիր ռեալիզացնեն, որ թույլ չտան իշխանությանը վերադառնալ։ Եվ ես ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնենք եւ շեշտենք այն հանգամանքը, որ նախորդ բոլոր ընտրություններին Նիկոլ Փաշինյանը իր դեմքով է հանդես եկել, ինքն է եղել հանրահավաքի գլխավոր գործող անձը, քարոզչության գլխավոր դեմքը։ Այս դեպքում նույնիսկ այդ պաստառի վրայից քաղաքապայմանագիր անունը այնքան էին հեռացրել, որ Չերևաչ ժամանակ քննարկում ենք, որ Գյումրիի համեմատ իշխանությունը փոքրիկ մարտավարանական փոփոխություններ է իրականացրել, այն որ քաղաքացիական պայմանագիրը արդեն մարդկանց բացասական նեգատիվ ասոցիատիվ Նիկոլ Փաշինյանի դեմքը նեգատիվ ունի եւ նրանք հետ քաշեցին, տեղական ինչ որ քիչ թե շատ հայտնի անձնավորություններ, որ նույն Արգիշտի Մեխակյան ինքը ընդհանուր առմամբ ընկալվում էր դրական, չէր ասոցացվում ուղիղ ՔՊ-ի հետ, բայց դա ակնհայտ է կապը, հնարավորինս փորձեցինք ժողովրդին դա ներկայացնել, բայց գուցե լավ տեղ չհասավ։ Խոյ համայնքը իդեպ այդ փոքրիկ նորամուծությունը պարզ է, չէ, վաղարշապատ եւ գյուղական համայնքներ մենթալ առումով, մտածելակերպի առումով, քաղաքային ինֆրաստրուկտուրայի, համայնքային ինֆրաստրուկտուրայի առումով դրանք լրիվ իրարից տարբեր են։ Այնքանը արհեստական է միավորումը, որ հետագա աշխատանքները շատ արագ ցույց կտան, որ խիստ արհեստական է այդ միավորումը։ Հանուն հաղթանակի Հայաստանի վարչատարածքային տարածքն Էջմիածին քաղաքում, բուն Էջմիածին քաղաքում իշխանությունը մաքուր պարտվել է ընդդիմությանը, վաղարշապատ համայնքի խոշորացված համայնքներում այդ խոյ համայնքի բնակչության հաշվին, ըստ էության գյուղական բնակչության ձայների հաշվին, իսկ քանի որ այնտեղ աշխատում այդ բդեշխության ինստիտուտ ասեցի, հետո մարդկանց ավելի հեշտ է, սեփական կոնկրետ փոքրիկ գործերն անելով Պետբյուջեի հաշվին տեսանք, չէ, օրը ցերեկով բարեգործության մասին օրենքի խախտումը, ընտրարշավի ժամանակ տոտալ բարեգործական ակցիաներն իրականացնելը, պետբյուջեի հաշվին եւ անթաքույց դա անթաքույց էր մարդկանց, այսինքն երբ որ հարցնում էր լրագրող, ասում էր, հա, արել են, որ ես իրենց ընտրեմ եւ այլն, հա, այդպիսի դեպքերը շատ են ու ցավոք սրտի վաղարշապատը այդ առումով մի բանի մասին էլ խոսենք, ուզում եմ խոսենք, որովհետեւ շատ հատկանշական է այս վաղարշապատի ընտրություններում եւ հաստատ այդ հնարքը կիրառելու են նաեւ համապետական ընտրությունների ժամանակ խոսքը կեղծ ընդդիմադիր կուսակցություններ ներդնելու մասին է, որ նրանք մասնակցեն ընտրությունների եւ փոշիացնեն ձայները։ Եթե կստացվի կանցնեն խորհրդարան կամ տվյալ համայնքի բանի մեջ, կոալիցիա կկազմեն իշխանության հետ։ Եթե չնստի ձայները կփոշիացնեն, էլի օգուտ իշխանության կլինի։ Այս դեպքում գրեթե կարծես թե 3 ուժ այդպիսի դեր են խաղացել վաղարշապատում։ 15%-ից ավելի փոշիացում է նկատելի, առնվազն հայրենի կուսակցությունն էլ դրանցից մեկն է, որ մի փոքր չհերիքեց շեմը հաղթարելու։ Ես տեսա, որ այդպիսի բայց ով որ հայրենի կուսակցությունը եւ Խաչիկ Մանուկյանին կմեղադրի
իշխանության համար ձայների փոշիացնել, դա առնվազն անբարոյականություն է, առնվազն անբարոյականություն է, բայց ընտրական բանաձևերը, դոնթի բանաձևն այնպիսին է, որ այո, մենք կանխատեսում ենք, որ առնվազն այն երկուսը, որոնք 3 ու քանի տոկոս հավաքեցին, դրանք մեծ հաշվով իշխանությանը նվիրված բոնուսներ են։ Եթե չմասնակցեին, այդ ձայները ձեզ էր գալու եւ դուք անցնելու եք ամեն դեպքում դա ֆիքսում ենք, այդ դրանք դասեր են, որոնք պետք է ուսանելի լինեն, պետք է հաշվի առնել, այո, չկոտրվել, չհիասթափվել, Արտուր Վանեցյանը հայտարարության մեջ ասաց, որ հիասթափվելը հավասար է դավաճանության, չպետք է հիասթափվել, պետք է, այո, մոբիլիզացնել մեր շարքերը, կազմակերպական հարցեր կան, բաներ կան, որոնք պետք է ավելի ուշադիր լինել, ավելի հետևողական լինել ու վստահ եմ, որ արդյունք կունենան։ Տես օրինակ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մեզ տված հարցազրույցում ասում է, որ պետք է խոշորացում գնա մասնակցող ուժերի, բայց առաջարկը պիտի գա խոշոր ուժերից, ասում է, ոչ թե փոքրերից։ Դուք փոքրերին եք մեղադրում, ասում եք դուք գնացիք փոշիացրիք, բայց իրենց առաջարկել են միանալ, չեն միացել, հետո նոր կարող եք դուք նման եզրակացություններ անել։ Մի խոսքով լավ վերլուծություն է, որ պետք է այն որ ապագա խորհրդանական ընտրություններում ենթադրելի է, որ խոշոր դաշինքներ կարող են լինել եւ առնվազն օրինակ որպես քաղաքագետ կարող եմ ասել ընդդիմությունը միասնական մեկ բլոկով հավանականություն կա, բայց քիչ է։ Եվ փոքր հավանականություն կա, որ ողջ ընդդիմադիր բայց ընդդիմադիր մի քանի խոշոր բլոկների ձևավորումը ինքը ռեալ շանսերից մեկը կարող է լինել, առնվազն 2-3 բլոկ, նույնիսկ ասեմ ավելին, այդ բլոկային տակտիկան կարող արդարացվի, ինչու, որովհետև մեր սահմանադրությունը թույլ չի տալիս 5 կուսակցության դեպքում վարչապետ ընտրել առաջի փուլում, բայց 3 խոշոր բլոկները, որոնց մեջ առնվազն 6 կուսակցություններ կարող են տեղավորվել, նույնիսկ ավելին կարող են տեղավորվել, դա ընդդիմադիր ոչ սպեկտրը կարող է ներգրավել եւ 3 խոշոր բլոկներով հնարավոր է լինելու 50+1-ը հավաքել արդեն առաջին փուլում խորհրդանական ընտրությունների, բայց դրանք process-ներ են, որոնք պետք է մոդելավորել, որոնք պետք է հաշվարկել, դիրքավորվել եւ գերակա խնդիրը դնել ոչ թե զուտ ներկայություն ապահովել խորհրդարանում, այլ գերակա խնդիր դնել, ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի։ Այո։ Եվ պետք է հասկանալ, որ այս ընտրությունները նաև մեզ ինչ ցույց տվեցին, որ իրականում իշխող քաղաքական ուժը չունի նման հեղինակություն եւ չունի աջակցություն հասարակության կողմից։ Դրա համար ես նկատեցի հենց այս շաբաթ համապետական ընտրությունը հենց այդպեսին է լինելու, քաղաքական ընտրությունն է լինելու։ Հենց այս շաբաթ, բացի քաղաքական ընտրություններից ամեն դեպքում հատկապես մարզային վիճակներում տեղական հեղինակությունների ազդեցությունը դեռ պահպանվում է, դեռ բավականաչափ մեծ է եւ այս շաբաթ էլ ինֆորմացիա տարածվեց, որ իշխանությունը արդեն հավաքի արել եւ հրահանգել է մարզպետներին, այդ իրենց տարածքային կառավարման նախարարին եւ այլն գնալ եւ տեղերում գտնել այդ մարդկանց անխտիր լուծել հարցերը եւ այդ կարծիքի հեղինակություններին բոլորին հավաքել իշխանության շուրջը, հա, իսկ եթե սա արեցին, եթե դա հաջողվեց, բայց վստահ եմ, որ այն արժեքային դիսկ բալանսը, որ առկա է, այն արժեքային, որ սրանք արդեն, ինչպես հիշում ես, ասում են, ներուկապաժատն են եւ առնվազն սրա հետ համագործակցությունը մարդու կենսագրության վրա խոշոր բիծ է թողնելու, շատ մարդիկ կգիտակցեն այս րոպեական օգուտներից, այս րոպեական շահերից կհրաժարվեն, քանի որ այո, եւ մենք պետք է նաեւ խոսենք այն մասին, որ նույնիսկ այս իշխանությունը, որ կարողանում է նույնիսկ պատերազմում պարտությունը իր օգտին որպես հաղթանակ ներկայացնել, Արցախի կորուստը որպես մեծ ձեռքբերում ներկայացնել, մի զարմացեք, որ նաեւ վաղաշաբաթում այս քերած հաղթանակը ներկայացնում են որպես մի պայլուն մեծ ձեռքբերում, հա։ Բնական է, իրենք պիտի հիմա սրանից քարոզչական առավելագույն օգուտ փորձեն քաղել եւ ներշնչեն հասարակությանը, որ մենք այսքան բան ունենք, հա, աջակիցներ ունենք, այսքան հենարան ունենք, մեր ժողովուրդը մեզ ընտրում է։ Վաղաշաբաթի ընտրությունների գինը շատ կարևոր, հատկապես հոգեվոր իշխանության դեմ հարձակումները կանխարգելու տեսանկյունից եւ ինքը նույնիսկ դա ընդամենը հաջորդ օրը, հա, ասեց, որ այդ ընտրությունները իրեն հիմք են տալիս հարցակումը խորացնելու եւ այլն։ Այնպես որ շատ բաներ կանխատեսելի։ Այո, ժողովուրդ ջան, պետք է մի քիչ խելացի լինել, հա, այդքան ռոպեական տարբեր պատահական անձանց ազդեցության տակ չընկնել, հա, դա էլ պետք է հասկանալ։ Տեսեք, նախկինում երբ որ օրինակ շատ տարածված էր ժողովրդի քվեն մուրալ ընտրակաշառքներով, գումարով եւ այլնով, այն ժամանակը պարզ էր, չէ՞, ընդամենը 1 օրվա 1 առևտրի խնդիր էր լուծում այն ընտրակաշառքը։ Հիմա ձեր տանիքը, որ նորոգեցին, մի օր կաթալու է այդ տանիքը, այն ասֆալտը, որ փռեցին ձեր ոտքերի տակ, վաղը ճաքելու է, այն ջրագիծը, որ փոսերը, որ փորեցին ու դաժե կիսատ են թողնելու, շատ բաներ կիսատ են
թողնել, որովհետև խնդիրը արդեն հետո պետք է լուծած է։ մարդիկ իմանան, հիշեն, որ ցանկացած իշխանություն եւ ասֆալտ է անում, եւ փոս է նորոգում, եւ դպրոց է կառուցում, դա իր առաջին պարտականությունն է, եւ այդպես չի, որ իրենք մեծ լավություն են անում ձեզ, դա մեր հանրային միջոցներից արվող աշխատանքներ են, եւ ցանկացած հաջորդ իշխանություն նույնը անելու է։ Մի կարծեք, որ դա մի մեծ հրաշք է, դա էլ ռեսուրսների անարդյունավետ բաշխման մասին է խոսում, որովհետև երբ որ այտենց ինքնամոռաց ասֆալտապատում են, դրա փոխարեն կրթական համակարգի եւ կրթության ոլորտի մասնագետների աշխատավարձերը չի բարձրանում։ Երբ որ այդպես ինքնամոռաց ինչ-որ բաներ անում են, անվտանգային համակարգն է քայքայում եւ թույլ չի տալիս ոտքի կանգնել, որ դու քո սահմաններդ ավելի պաշտպանված, քո զինվորին ավելի անվտանգ, հա, քո գյուղացուն եւ բնամթերքները արտաքին շուկաներ կարողանաս իրականացնես եւ այս բաներ կան, որոնք իրականում դրանց հաշվին են։ Հետո գիտեք, չի կարելի ասֆալտը դնել մի նժարի վրա մեր պետության գոյության, այս վրա կախված այս վտանգների հետ։ Եթե Իլհամ Ալիևը ամեն օր ելույթ է ունենում, ասում է Արմենիան Ադրբեջան այսա գալու են 300,000 ադրբեջանցիներ ձեզ մոտ ապրելու են։ Թուրքական աշխարհի ինտեգրացիոն ինչ մոդելներ են ձևավորվում, հա։ Այցելում է Ղազախստան, մեկը հարց տա, ասենք, որն է օրակարգը, անասնաֆերմայի հայտնի մոտիվներով, հա, անասնակերը ասել է սպառողին իր սպառողին են մասնավորին այդ ծորենը բերել, գնում է Տոկավոևին շնորհակալություն հայտնի անասնակեր Հայաստաններ մուծելու համար, հա, տեսեք, դասական այդ նորից եմ ասում, թուրանական աշխարհի, այսպես ասած, այդ ջուրը արդեն որը թակել է մեր դուռը եւ ջրհեղեղի է վերածվում, այդ դրա համար գնում է այնտեղ շնորհակալություն։ Եվ վտանգները չեն պակասել, հիշեք, նկատեք, ուշադրություն դարձրեք, որ այդ սահմանազատման աշխատանքները դադարեցվեցին, հիմա խոսում են նոր անկլավներ հանձնելու ոչ թե դադարեցին, այո, հիմա կտեղափոխվեն Շունեիկ, որովհետեւ իդեպ նշեմ, որ առնվազն գոնե Մեղրու հատվածում խորհրդային Հայաստանի եւ խորհրդային Ադրբեջանի միջև վաղուց սահմանազատված երկու ստեկ հանձնաժողովներով հաստատված այդ գիծը, որը պետական սահման է եւ մինչ օրս գործում է, նույնիսկ այնտեղ վիճելի որից է հարց չկա, բայց մամուլում ինֆորմացիա սպրդեց, որ հաջորդ հանձնելու են այնտեղ պատրվակը Թրամփի ուղու անվան տակ է, իսկ այդ Թրամփի ուղու գործարկման անվան տակ նորից Հայաստանի հաշվին լրացուցիչ տարածքներ են բաշխվելու օտարների։ Հետո հիշում ես Իրանցի տարածքները, երբ որ հանձնում էին Ադրբեջանին, ասացին, հիմա սա հանձնում ենք, բայց տեղերի տարածքներ կան, հետ են մեզ վերադարձնելու Ադրբեջան։ Ոչ, այո, տեղի չունեցա, դա մասին այլևս ոչ մեկ չի խոսում։ Հիմա նույնը վերաբերում է Տիգրանաշենին, մնացած անկլավներին, իհարկե տեսեք, այդ հողի ներքո ինքը արդեն ասեց, Արցվաշենի մասին հիշատակում արեց, կարծես թե ենթագիտակցորեն մարդկանց վրա ներազդելով, որ Ադրբեջանից վերցնում ենք Արցվաշենը կամ հետ ենք բերելու Արցվաշենը, բայց իրական անոնցն այն է, որ մենք միայն հանձնում ենք, միայն հանձնում ենք։ Եթե Արցվաշենը նույնիսկ նոմինալ թղթի վրա վերադարձնեն, այնտեղ պարզ է, որ հայ չի ապրելու, հա, եթե չկա ճանապարհ, չկա կոմունիկացիա, մարդիկ ոնց են գնալու ապրեն այնտեղ։ Պարզ է, որ եւ Ադրբեջանը 1000 անգամ հայտարարել է, որ ես ինձ պատկանող ոչ մի տարածք հետ չեմ վերադարձնելու, այնպես որ պատրանքներ պետք չի ունենալ այս ամեն ինչի մեջ։ Այո։ Եվ միևնույն ժամանակ նորից վերադառնալով եկեղեցու հետ հարաբերություններին, հա, թվում է թե մի 6-7 ամիս է արդեն գնում ես, խոսույթը տարածում է, փորձում է այս ճանապարհով, այն ճանապարհով, ներսում պառակտելով, դրսից սպառնալիքներով, շանտաժներով, տեսանյութեր տարածելով, ամեն կերպ փորձում է եկեղեցին հպատակեցնել իրեն, չի ստացվում եւ թվում էր թե լավ ինչ որ մի պահից ամեն մի խելամիտ մարդ կհասկանա, որ այս չստացվող ծրագիր է, ինչու եմ շարունակում այս ծրագրով գնալ առաջ, բայց ինքը համառորեն հիմա նորից հիմա էլ գնում է Արարատում է պատարագի մասնակցելու, նորից ասում է, որ եկեղեցու ներսում կան հոգևորականներ, որ մեզ հետ են, փորձում է աղոթքի նախաճաշ անել, դրսից մարդկանց բերել ցույց տալ, որ ինքը հավատացյալ է, քրիստոնյա է եւ այլն, եւ եկեղեցին չի խնդիրը այստեղ, հենց հոգևորականներն են խնդիրը, ու այդ սև գործը փորձում է առաջ տանել։ Ինչա պետք անել, ոնց դրա դեմն առնել, ոնց հասկացնել այս մարդուն, որ այդ քո ասած պառակտումը, որ ասում ես մարդիկ զզվել են, առաջին հերթին հենց այս սրանից են զզվել, մի դրական արձանագրում զուտ կարող եմ անել, որ այս իր ամիսների ուխտագնացությունը, իր հոտի, այսպես ասած, Հայաստանի տարբեր վայրերում տեղաշարժերը գոնե ձնագնդի էֆեկտ չեն տալիս։ Նույն մարդիկ, նույն կերպարները
նույն կերպարները իրեն ուղեկցում են Գնել Սարգսյանը դա միանշանակ լավ է, որ դրանք շատ մարգինալ, շատ փոքր նեղ խմբակ են դարձել եւ ժողովրդի աչքում արդեն դրանք ծիծաղելի ծաղրախոսության ու փառք ու պատիվ մեր լրագրողներին, որ արագ ու սենց այսպես ասած տեղային բացահայտում են, հա թիրախային բացահայտում են անում։ Սարգսակն էլ տեսար, չի՞ պարզության ժողովի падգամավոր օգնական։ Այսինքն այդ առումը մի դրական բան կա, որ սրա այս հոգևոր ուխտագնացություն այսպես ասած, բայց մարդկանց պետք է հիշեցնել 7 տարի շարունակ այս մարդը նույնիսկ սուրբ ծննդյան պատարակ չի բարեհաճել, չի այցելել 7 տարի սա եկեղեցիների տեղ չի իմացել։ Հիմա այտենց հետևողականորեն անում, սա իր PR գործիքակազմի մասն է, չէ՞։ Իսկ այդ PR գործիքակազմում եկեղեցին է կանգուն, ավանդական ինստիտուտ, մնացել է եկեղեցին։ Մենք ուրիշ ավանդական ինստիտուտ չունենք։ Ունենք մեկն էլ ընտանիքը։ 3 չէ առաջի օրը սարսափելի վիճակագրություն ինձ ասեցին, որ հետ խորհրդային տարածքի երկրներից ամուսնալուծությունների տոկոսային քանակով ամենաշատը արձանագրվել է Հայաստանում։ Ամենամտահոգիչ ցուցանիշներից մեկն է մեզ համար։ Ավանդական հայ ընտանիքի մոդելը կազմալուծվում է, տրոհվում է, ատոմար հասարակություն ենք մենք դառնում, հոգևոր մենքը հայ ժողովուրդը մենքի հավաքական ինքնության առումով մեկ է եկեղեցուն ապարտական։ Եկեղեցին էլ հանում ես, մենք մեր հայկական ինքնության մեջ լեզուն էլ էսա արագ լատինատար կփոխենք ու վերջ կպրծնի հայ ժողովրդի վերջին տեսակը մենք կարող ենք հանդիսանալ։ Եկեղեցին պառակտելու, եկեղեցու մեջ այդ հակաթոռներ սարքելու, պղծության այդ քարոզը տալու, իդեպ եթե դու հոգևոր ուխտին հավատարիմ ես կամ վեհապարին մեղադրում ես ինչ որ կանոնագիրքը խախտելու մեջ, ինձ ասեցին, որ այն պատարակներին, որ ինքը մատուցում է, 1700-ամյա այդ պատարակի կարգ ինքն է որոշում։ Որ մասը ասեն, որ մասը չասեն, արագ ասեն, թե կիսատ ասեն եւ այլն, որը նույնպես հոգևոր հայրը մեզ մեր հարցազրույցում ասում է։ Ասում եմ, իր պատարակի գալու պայմանը դա է, որ պիտի կաթողիկոսի անունը չհնչի պատարակի։ Հետևաբար դա բոլորը քաղաքական նպատակ կառավարությանը ծառայող են, կոնկրետ թիրախային խնդիր լուծված մեր ազգի հիմնական հենասյուները պառակտելու, կոտրելու, ջարդելու, հետևաբար ժողովուրդ ջան, այդ նախկիններ ներկաներ խոսույթն էլ է ինքը ներմուծել։ Եկեղեցի պառակտման թեզն էլ է ինքը առաջ քաշել։ Մեր նվաստացման քարոզն էլ է ինքը անում ամենաբարձր ամբիոններից։ Մեր ոչ միասնականությունը ամեն օր ինքն է խորացնում, հա։ Այդ դրան պետքա վերջ տալ, ընդհակառակը արժեքային հակադրություններ իրականացնել։ Հարցակվում է եկեղեցու նկատմամբ, ավելի հաճախ գնացեք եկեղեցիներ։ Կիրակի օրերին ես ուրախանում եմ, որ մեր եկեղեցիները լեփ-լեցուն են իրական հավատացյալներով։ Մեր եկեղեցու սպասավորները իրենց հոգևոր ծառայությունն իրականացնում են։ Պետք է ավելի շատ անել, պետք է ավելի վստահ բարձրաձայնել։ Վաղարշաբաթը ինձ մի բան ապացուցեց։ Ովքեր որ կգան, ձեր ականջին կշշնջան, որ մենք ձեզ հետ ենք, չհավատաք այդ մարդկան։ Այդ մարդկանց ստիպեք, որ հրապարակային իրեն շատ են եղել, սիրելի Արմինե։ Այս այլ ինձ համար լավ հետաքրքիր էքսպերիմենտ էր, որ հետ այսօր լինենք ավելի ուշադիր, ավելի եւ նաեւ եկեղեցու դեմ հարձակումները միայն կեղծ պատարակներ կամ պատարակների ժամանակ պատարակի կարգը խախտելով չի արվում, այլ նաեւ ուրիշ մեթոդների էլ են դիմում հիմա։ Օրինակ Արշակ Սրբազանի դեմ, Մայրաթորի դիվանապետի դեմ 3-4 քրեական գործ են հարուցել, մենք այս շաբաթվա մեջ իմացանք եւ գրեցինք այդ մասին։ Ուրեմն այստեղ եւ կա ապօրինի զենք, զինամթեր, եւ հանցակազմի փողերի լվացում, բայց ամենակարևորը սպանության մեղադրանք կա։ Ու գիտես ում է սպանել։ Գարեգին առաջին կաթողիկոսին 99 թվականին, որը քաղցկեղից է մահացել երկար հիվանդությունից հետո, այո, ուզում ասել էսպիսի բարոյականության ոչ մի սահման գոյություն չունի այլևս իրավական առումով։ Քայլերը բարոյական պրիզմայի ներքո ներկայացնելը, դիտարկելը դա մեթոդաբանական սխալ է։ Անբարոյականության պրիզմայի ներքո ամեն ինչ պարզ է, հասկանալի է։ Դրա համար պետքա գիտակցենք ով է մեր առջև կանգնած։ Նորից բոլորիս հորդորում եմ, խնդրում եմ, որ հաջորդ ճակատամարտում կլինի ընտրական գործընթաց, կլինի փողոցային պայքար, մենք ավելի արմատական լինենք, մենք ավելի հետևողական լինենք, հասկանանք, որ սրանց կարող ենք հաղթել միայն մեր համառությամբ, մեր հետևողականությամբ, ճշմարտության համար համառ պայքարով, ուրիշ ճանապարհ չկա։ Հակառակ դեպքում մենք անընդհատ ունենալու ենք քաղբանտարկյալներ, մի անմեղ կին Լիդիա անունով օրինակ հիմա բանտում է եւ զորակցությունն եմ հայտնում, անձամբ ճանաչում եմ Լիդիա Մանթաշյանին։ Ոչ մի կերպ չեն փոխում զորակցությունս բոլոր քաղբանտարկյալներին, մեր սրբազաններին, ովքեր կալանավայրում են,
ովքեր շարունակում են այս իշխանության բիրտ եւ քինախնդիր քաղաքականության զոհը դառնալ, հա, դա անելու է այնքան, մինչեւ բոլոր վտանգները նա չեզոքացնի, իր սև գործը անի, հետո փուլ առ փուլ մարդկանց բանտերից ազատելու, հա, բարձավոր հավերժոտ չլինի։ Եվ մի փոքր տեղեկատվություն էլ փոխանցեմ մեզ լսողներին, կարծում եմ հետաքրքիր կլինի։ Այս մարդիկ ոչ միայն այս ներքին պառակտում չարություն, հայկականության դեմ պայքար, այս ամեն ինչի մեջ ուրեմն ոչ մի սահման, ոչ մի նաև տրամաբանություն նույնիսկ չկա։ Ասենք օրինակ Մեսրոպ Մաշտոցի դեմ պայքարը ինչով է բացատրվում։ Ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ։ Ներկայացնեմ մի փոքրիկ դրվագ, հա, մեր կուսակցության երիտասարդական թևը նախաձեռնել էր այ Բարարատ շարժումը, օֆիցիալ կոչ էին արել պատկան մարմիններին եւ պահանջում են եւ այդ հետեւողական են լինելու այդ պահանջում, որ Մեսրոպ Մաշտոցին առնվազն վերադարձնեն Այբենարանի առաջին էջ, գոնե դա ձեզ ինչով է խանգարում, ձեր QR կոդերը պահեք ձեր ինքնությունների համար, խփեք QR-ով դուք ձեզ ճանաչեք, բայց քանի կա դասագիր, այդ դասագիրքը պետք է ունենա իր տրամաբանությունը։ Գյուտի հեղինակ ինչպես կարող է չլինի։ Էլ առաջի դասանի դասագրքում աբսուրդ է։ Հիմա նայ, տես հասել է Աստանա, Ղազախստան է, չէ՞ գնացել այցով, դու նոր խոսացիր այդ մասին եւ ասացիր, որ օրակարգ չկա, հասկանալի չի, թե Ղազախստանի հետ մեզ ինչ է կապում, բացի այն, որ թուրքալեզու երկիր է, ժողովուրդ է, գուցե նաև էդ է իրեն, հա, հոգեհարազատ, բայց Աստանայում տես ինչ են արել, այնտեղ բավականին լուրջ հայկական համայնք կա, եւ Ղազախական պետության հիմնադիրը հայեր են։ Այո, եւ Աստանայի կենտրոնական փողոցներից մեկը անվանակոչել են Մեսրոպ Մաշտոցի անվան։ Դու պատկերացնում ես, ինքը հասել է Աստանայում է այս պահին, փողոցի բացմանը չի գնացել մասնակցելու։ Պատվիրակության անդամները գնացել են, ինքը չի գնացել։ Այս մարդը ինչ որ նեգատիվ բան ունի, վերաբերմունք ունի ամեն հայկականի, նույնիսկ հայ գրերի գյուտի հեղինակի նկատմամբ։ Որովհետեւ ինքը չի դա։ Այն ինքը իր հետ կապված չի, ինքը մերժում է տոտալ, որովհետեւ Մեսրոպ Մաշտոցը ինքը ստեղծել է գյուտ հայ գրեր, որը պատմության մեջ հավերժացել է ու հանկարծ դա Նիկոլ Փաշինյանն այնտեղ մասնակցություն ունի, իր համար դա ոչինչ։ Ասենք Ղազախական պետությունը տես ինչ ժեստ է արել քո պետության հանդեպ, քո ժողովրդի։ Բայց դու չգնաս մասնակցես Ղազախստանի ժողովրդների ասամբլեայի մեջ հայերն ունեն այնտեղ շատ կարևոր դերակատարում, իրենք ղազախական հանրության կարևոր մաս են համարում։ Ղազախներն ունեն ինստիտուցիոնալ հիշողություն, լավ են հասկանում, որ իրենց այդ 100-ամյա պատմության, իրենց պետականության հիմքում ընկած են հայեր, Միրզոյանը, որը եղել է հենց բոլշևիկյան Ղազախստանի առաջին ղեկավարը եւ նրա անվան հետ էլ կապված շատ հաստատություններ կան, շատ կոթողներ կան, շատ փողոցներ են անվանակոչված, այնպես որ հայերը Ղազախստանում շատ լուրջ դերակատար ունեցել պետականության կայացման գործընթացում եւ մարդիկ դա հարգում են, հիշում են, այդ հիշողության քաղաքականությունը ճիշտ տանում են, իսկ սա որ հասել է այնտեղ, այ տես թե ինչպես է իրեն պահում։ Ավարտենք այսօրվա հաղորդումը, կարծում եմ նորից պետք է վերադառնանք 26 թվականի ընտրությունների թեմային, որտեղ հիմա շուտով կսկսվի ամանորյա տոներ, ինչ որ մի շրջան ժողովուրդը կպասիվանա, քաղաքական առումով անտարբեր կդառնա իրադարձությունների նկատմամբ եւ հունվարի երևի վերջից նորից կվերսկսվեն այդ process-ները եւ ընդհանրապես կմնա մի 4-5 ամիս մեզ առաջիկա այդ վճռորոշ իրադարձության։ Հարկավոր է աշխատել ուժերի գելարման, պրկել մկանները, լարել ուղեղները, մարդկանց առաջին ընդդիմությանն է վերաբերում։ Այո, հենց ընդդիմությանն է վերաբերում, որովհետեւ իշխանությունը այդ ռեժիմով աշխատում է, երկարատև ժամանակ արդեն աշխատում է, բոլորը ուղղորդել է դեպի նախընտրական տրամաբանություն։ Մաքսիմումը արդեն իրենք ունեն, դրանից ավել երբեք չեն ունենալու այլևս։ Աշխատում են եւ ուժերի գելարմամբ աշխատանքը ցույց է տալիս, որ իշխանությունը խիստ խախուտ է։ Եվս մեկ զարգ, եվս մեկ մոբիլիզացիա համախմբում եւ իրենց այդ թղթե տնակը փշրվելու է, այնպես որ բոլորս դեպի աշխատանք, բոլորս լծվում ենք անդուլ աշխատանքի, ոչինչ կորած չի, ամեն ինչ արժևում է եւ ապագան լավն է։ 26 թվականը մեզ համար վճռական տարի է լինելու մեր երկրի ու մեր ժողովրդի համար։ Այսօր այսքանը, կհանդիպենք։